Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս հարգելի ժողովուրդ, եմ որ ասում են վերջի պահին էլ ծսանում են, ղրգելա որ ղրգում են, ղրգելա, ավորա։ Այսօր փետրվարի 17-ն է, հանրային ձայն հաղորդաշարի SST ծրվավ հերթական թողարկումը։ Եմ որ ասում ավսա սեմյավ զբոր է, բացառության Աբազյանից, անդո ըտից վերկաց, էստեղը մնացել դադարկ, արի վերենգիս տեղ։ Աբազան բացակայումին, եվի ծանդրատարը։ Так, Անդոնա, Վայ Ղազարյան Սասուն, Հաչելի Մարտ, Արգիշտ Մոտիկարի, Սրբուհի Գալյան Մոդիգարի։ Իրենց մշտական տեղերումն են Ռուզիկը և Քրիստիկն, ինչպես նաև Նակոլկա Շուշունելը ավելացե որպես սեռական ծլիկ։ Այսօր մենք անդրադառնալու ենք մոտեցի դռանը, ներս ենք հրավիրել մեր շրջան մեր հյուրերին։ Սուրեն Պապիկյան, Երևանի քաղաքապետարան Էնվեդեն ստեղա, դատախազությունը ստեղա, կրթության, գիտության, մշակույթի նախարար Պետրոսի կնիկ, Պապիկյանը տեստեյա, Արաբատ, Նիկոլի վարշակազմ, Մուլտիգազ, ավելի շուտ Գագիկ Ծառուկյան, Ավինյան Բոզի տղա, Так, Մալացիայի թաղապետ, Բարխուդարյան, Աջապնյակի թաղապետ, Էնվեդեն ստեղա, դատավորնի ստեղ են, Վաչագան Ղազարյան, նույնինքը Սերժի Վաչո, դատավոր Աշխեն Ղարսլյան, քֆուրա, ոչ հասկանում, ինչպես նաև հմեկի լրագրող Տաթև Խաչատրյան, անցաղջուճը։ Ղարաբաղի իշխանություն Արայիկ Հարությունյան, Քյորգանդոն, ԱԱԾ, են ինչեր են վետերաներ Միքայել Համբարձումյան, Так, բնանստեյա, որ ասում մնացած էին ըստ իրենց ռազմական ստեղասեցինք, Վայքի ոստիկանապետ Հովանեսյան Վիգեն, ես ուղղակի մեկ զարմանում են, դաժե մեր վրա, որ հանրային ձայնը անդրադառնում է նման չմոների։ Так, Մարալիկը ստեղա, Մարալիկ և Աղաջանյան Վահակ, Хорошо, вся семья в сборе։ Սկսենք բողոքներից։ Մեկ-մեկը լմա, բողոքը բարձրաձայն է մեզ, մենք էլ զանգում են, ախրը տենց չի եղե, ասենց այլ է։ Հիմա դարի բացատրի, որ մենք չունենք պարտավորություն բողոքի հետևից վազելու, որ մի հատ էլ ոչմ ճշտենք, ասենց այլ իլ է, թե անեցա իլ է, անդո, դրա համար մենք աշխատավարձ չենք ստանում։ Մեզ բողոքը գալմա, երաշտական պոստարկղի նման, ոնց է Սուսանա Շահինյանը բացում էր, ասում էր, հոկտեմբերյանի բանը արակ սովխոզի կթվորուհիները ցանկանում են լսեն Սոֆիա Ռոտարու, Ռասմուգլյանկա, չգիտեմ ինչ մի հատ երգ, ու միացնում էին, հիմա էդի է։ Մուլտիգազ, ամենայն հավանականությամբ մուլտիգազը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Так, ուրեմն ժողովուրդ գանգատվում է, կապված դրանից, որ Թբիլիսյան խճուղի 13.8 հասցեում գործող մուլտիգազը հրաժարվում է 1000 դրամից պակաս գազ զապրավկա անել մեքենաների մեջ, դաժե 1000 դրամ հրաժարվում է զապրավկա անելուց։ Ես ուզում հասկանամ, սա ինչ մոտեցում է և ինչով է դա պայմանավորված, ինչ է նշանակը, պիտի 1000 դրամից ավել լինի, որ գազը լցեն։ Հիմա մարդը մնացել է ճամփեն, գազը պրծել է ատե, մոտ էլ փող չկա 1000 դրամից ավել։ Գագո, ես չգիտեմ ով է ղեկավարում Թբիլիսյան խճուղի 13.8
8 հասցեում գտնվող գազի զապրավկեն, բայց այդ քո հունա-հռոմեական ոճի առնանդամը հանում ես Աբովյանից տշում ես պրիմոյին, նավոտկով այդ գազի զապրավկի ում ես նշանակել դիրեկտոր, դիրեկտորի ուղեղի ծալքի մեջ, որպիսի խերիտ հարվածից այնտեղ տեղի ունենա գորշ բջիջների ցեղասպանություն։ Եթե մի հոգի էլ զանգելա ասելա, որ չգիտեմ 1000 դրամից պակաս կամ 1000 դրամից մինչև 1000 դրամ էլ չեն զապրավկանում եւ այլն, տվյալ գազի զապրավկի տուն, զապրավշիկի տուն կամ տնօրենի տուն ավելի շուտ, причем тут զապրավշիկ անձամբ գնում ես տուն, դու տիկին Ջավահիրը հուսով է մեզանից չի նեղանա։ Սա մեկ բանը այն թունելը բացվեց վերջապես պրասպեկտի տակի թունելը բացվեց վերանորոգեցին բացվավ Երևանի փող քաղաքապետի մակարդակով հլմեթում են կտրում են կարմիր լենտ ես ուզում եմ բացատրեմ հատուկ այդ տավար բոզի տղեկին կարմիր լենտը կտրում են այն դեպքում երբ որ դուք էդի սարքել եք զրոյից Վերանորոգման ժամանակ կարմիր լենտ չեն կտրում, բոզի տղեկ, մի հատ էլ են մի հատ չատլախել կցելա կողը, գետնանցումով ման են գալում, ասում սրանից հետո ժամկետների մեջ կտեղավորվեք, են աշկարիկ ղախպեն էլ երևում էտեր Ռեմոնդանովը, այո, սեսման կուլտուրական, ես պասում էի, որ ասեր, օքեյ, են էլ ասեր, հա, Են էլ օքեյը չասեց, վրեն ազդել էր, աղջի, օքեյը չասեց, կամ գետնանցում բացելու իմաստ վերանորոգումից հետո իմաստը որնա, որ փող քաղաքապետի մակարդակով են գնում, բացում վիդից էլևի մենք գործ ենք արել։ Գետնանցումը բացում եք կենտրոնի թաղապետ կային, չէ դրա, Ղուկասյանը կարծեմ է երիտասարդի ազգանունն էլ, Ավինյանը դրան շատ է սիրում, թաղապետի մակարդակով թույթան բացեին։ 5-րդ էլեկտրաբլոկն են բացում ատոմակայանի փող քաղաքապետի մակարդակով է թմեն բացեն հիմա կանցնի 2-3 օր Վայ Ղազարյան ու կտենանք այդ պատերին գրածա Telegram կանալների դեղ ծախող սայթերի տվյալները մենք այսօր անդրադառնալու ենք քեզ թունելը բացվել օղորմի Վարդան Ղուկասյանի անցավորներին գրլելի թունելի process-ը արագանալի Ստացել ենք բողոք, որ ես ուզում եմ ընթերցեմ։ Ուրամ, նամակի ուզում եմ կարդալ։ Պարոն Ղուկասյան, Ղարաբաղյան կլանի ձեռքում է նաև խմելու ջրի համակարգը։ Բողոքը կարդում ենք։ Կարեն Կարապետյանն էլ դա արեց։ Համայնքներին պատկանող համակարգերը անհատույց հանձնել տվեց Հայ ջրմուղին, Երևան ջուր և մյուս ընկերություններին։ Հետագայում թե ինչ գործակներ կնքվեցին, որ հիմա վիոլային համակարգերը վարձակալության է տրվել մեկ այլ ընկերություն։ Համանքային, բառը չես կարում ասես, բոզի տղա բառ, ջրային համակարգերը հին արժեքով են անհատույց տրվել այն ժամանակ, երբ արդեն նախանշաններ կան, որ ազգային հարստություն ջուրն էլ իրենով է արել Ղարաբաղյան կլանը։ Ինչ անեմ, ժիլետով վարչապետի օրոք, իսկ Ավինյանն էլ փող վարչապետության ժամանակ հասցեների վերաբերյալ կարգ է սահմանել, ըստ որի հասցեներ տրամադրող լիազոր մարմինը կադաստրն է, այն դեպքում և կառավարություն ունի որոշում 2006 թվականից, որ հասցե տվող վերահասցեավորող լիազոր մարմինը համայնքի ղեկավարն է, իսկ կադաստրը պետական գրանցողը։ Վահե Հակոբյանն իր մեքենայությունների մեծ մասն իրականացրել է Զանգեզուրի, ուստից անցնում ենք Վահե Հակոբյան, միանգամից, նամակայիք է, կարդում ենք։ Վահե Հակոբյանն իր մեքենայությունների մեծ մասն իրականացրել է Զանգեզուրի պղծամոլիբդենային կոմբինատ բարեգործական հիմնադրամի անվան տակ, լսի հաճելի մարդ։ Հիմնադրամը ստեղծվել էր կոմբինատում իր հայտնվելով, հիմնադրամի խորհրդի նախագահն է եղել օրենքի խախտումով, տնօրեն է նշանակվել կնոջ ընկերուհին, Զարուհի
Տոնապետյանին, կնոջ ընկերուհին են Madame Elizabeth, ով այդ նույն ժամանակ կոմբինատի վարչական ղեկավարն է եղել, խնդրեմ։ Դե ֆակտո ղեկավարել է մի շարք ՍՊ ընկերություններ, ղեկավարուն իրականացնելով կամայական բանավոր կայացած որոշումներով։ Պալասկովը, ես չգիտեմ Պալասկովն ով է, Պալասկովը բոլորովին էլ տեղյակ չի եղել հիմնադրամի դրամական հոսքերից։ Հիշեցնենք Ռոբերտ Քոչարյանի հիմնադրամին տված ահռելի գումարները։ Հաճելուի մարդու ուշադրությունը հրավիրեք այդ նույն հիմնադրամի գործունեության վրա, սկսած հիմնադրամի ստեղծման օրվանից։ Ինչ սխեմա է ներդրվել փողերի լվացում կատարելու համար։ Այսպիսի նամակներ են գալիս։ Սկսվում է ալֆայից, վերջանում է մեր հարևան Զոյայից։ Դե Վարդան Ղուկասյան, համակերպվի դիմացի ֆիլտրի։ Նամակը հատուկ քեզ էր հացրագրված, դամար կարդացի։ Ահա, էֆիրից հետո կտամ կկարդաս։ Էսի հաճելի մարդը։ Անցնենք առաջ։ Էս ինչ ասում։ Դիզից։ Միվարկյան։ Ուզում եմ տենամ աստրտականության, որ հետո բան չասել։ Քանի որ գնաց խոսք դիմում բողոքի հետ կապված ինչ-որ Ղարաբաղի անուններ եւ այլն, մենք հրավիրեցինք Գազպրոմին։ Գազպրոմ։ Ուրեմն ուզում եմ դիմեմ Գազպրոմի ղեկավարին։ Ես չգիտեմ արդեն ինչ ասեմ։ Ահազանգում են Ղարաբաղի ժողովուրդը։ Ասում են պարոն Ղուկասյան, հենց մառախուղը ընգնում է, գազը անջատում են։ Արևը մտնում է, գազը անջատում են։ Արևոտ եղանակա գազը կա։ Ու այս բողոքները գալիս են սիստեմատիկաբար։ Ես հետաքրքրվեցի, ասում եմ, ադրբեջանցիք նստած սպասում են լիլի հովերի եղանակի տեսությանը։ Այսինքն լիլի հովերը հենց մտնում ասում է մառախուղա, ադրբեջանցի գազը անջատում են։ Հենց լիլի հովերն ասում է արևոտ եղանակ, ադրբեջանցի գազը չեն անջատում։ Հիմա ես ուզում եմ դիմեմ Գազպրոմի ղեկավարին։ Անազգանն է, չգիտեմ, ինչա ծույա, ոչ չեմ։ Ինչով է պայմանավորված եղանակի ինչպիսին լինելով գազի անջատելը կամ միացնելը։ Եվ դա այն դեպքում, երբ որ սպառողը ձեզ վճարում է, ու պարտավոր է ստանալու գազ, բայց դու նստած գազի հետ այն ձև ես խաղում, ոնց որ Անդոն սեկտի հետ, երբ ուզում բացեմ, երբ ուզում փակեմ, ով ուզում եթեմ, ով ուզում գալեմ։ Այդ ձև էլ հիմա Գազպրոմը նստած խաղում է գազի վինտիլի հետ։ Ու խեղճ բանը շարնել կծում են, այն խեղճ Ալիևի վրեն, ասում են Ալիևն է Ղարաբաղի գազը, վառեմ մարեմ, անեմ։ Վերցնում ես հեռախոսդ Գազպրոմի ղեկավար, կապնվում ես Ղարաբաղի Գազպրոմի բոզի տղու հետ, դες քեզ չեմ քրվում, մարդկային լեզվով բացատրում եմ, ախր գայլա նովենցն էլա ափսոս, ասում ես բոզի տղա, եղանակի տեսությունը, մառախուղը, գազ անջատելու հետ ինչ կապ ունի, ասում է 20 րոպե տալում են անջատում են, 20 րոպե, այսինքն Ադրբեջանը նստած միացնում վառեմ, հա, նույն ձև էլ լույսը, հələ լույսը ինչ որ միտեղ ավելի բան ասում է, երկարատևը, գազը 20 րոպե գազ գալով անջատում է, ու իմենը մառախլապատ, մշուշոտ, ցուրտ եղանակի ժամանակ։ Պարզում ես ով է խաղում այդ վինտիլի հետ, Ղարաբաղի բոզի տղեկից, անձամ դու ես ծսնում, եթե դու չես ուզում այդ վինտիլի հետ խաղացողը, հլի և գա ձեր տուն, իսոր եկավ ձեր տուն արդեն շուշո, պարզա չէ, ինչի հետ պիտի խաղա, Ես եթե մի անգամ էլ Ղարաբաղից որևիցե մեկը զանգի ասելա մեր գազը 20 րոպեով են տվել եւ բացառվում է Ադրբեջանը 20 րոպեով խաղա գազի հետ։ Պրոստը բացառվում է, կամ փակվում է, կամ բացվում է, վերջացավ։ Ով այդ բոզի տղեն, որ նստած է Ղարաբաղի վիդիլի վրա։
Ասենց մի խաղացողել դատախազությունը ոնց հասկացա հայտնաբերել է Վարդենիսը։ Այն որ այսինքն Վարդենիսում գոյություն ունի տուն ինտերնատ հոգեկան հիվանդների։ Ես հիշում եմ այդ տուն ինտերնատը, երբ որ առաջի անգամ, չէ, ես առաջ անգամ ուժ բանով եմ եղել Վարդենիսի հոսպիտալ, երբ որ ինձ ուղարկեցի 2009 թվականին Վարդենիս, տեղի քերականի պետ, եկա մտա Վարդենիսի հոսպիտալ, այնտեղ մի պատենկում տենամ իշոր, ոչմ խալաթավոր մարդիկ են մանգալի, դեզդեն, ուշադրություն չդարձեցի, թե ինչ է կատարվում, թե ովքեր են, ինձ թվաց հիվանդանոցա կամ ծերանոցա։ Երկրորդ անգամ հիշում եմ, երկրորդ անգամ գալու ժամանակ, երբ որ մտա տարածք, աստիճաններով բարձրացա, որ մտնեմ շենք, տենամ բոլորը հավաքված պատից են կողմ, նայում են մի տոճկի ու հիանում են կանայք, ընդ ու բան դեզդեն, այն մարդիկ չեն նայում։ Հետ իջա, քալեցի դեպի բանիկում հայաթի, որ տենամ հələ այդ ինչին են նայում այտենց հիանում են, ընդեղ Վարդենիսի հոսպիտալի բաղնիքը, որտեղ որ ամեն հարկ բաղնիկ ուներ զինվորները լողանում են, ուներ բաց ապակի։ Այսինքն եթե զինվորը մոտենար կամ լողացողը մոտենար այդ բաց ապակում, իր այն որ ասում չոմ մած ռադիլա, այդ արտաքինով ինքը երևալու էր։ Մի հատ զինվոր կար Վարդենիսի հոսպիտալից եւ լողանալու ժամանակ կամ լողանալուց հետո չգիտեմ, իր մեր բարեմասությունները բաներ արեց ցույց էր տալի այդ լուսամուտից։ Դες մարդիկ էլ այս հոգեկան հիվանդներն չէին տեսել երևի կամ երկար ժամանակա չէին տեսել զանգուլակներ, հատենց հավաքված հիանում էին, ծափ էին տալի, այն ոնց էր բոռում, նիգոլ, այդ ոչի մեջ բոռում են, երբ որ զինվորը տեսավ ինձ, կորավ։ Հոսպիտալի պետն Մանուկյան Պետրոսն էր։ Մտա ասի Մանուկյան, այս սեռական շքերթած էր մոտ, էս ինչ է կատարվում։ Ինչևից է հիշեցի այդ դեպքը։ Քանի որ խոսք գնաց հոսպիտալի մասին ավելի շուտ հոգեկան հիվանդների։ Մի անգամ չէ որ մենք անդրադարձել ենք այդ հոգեբուժարանին, որը բավականին լուրջ կերպով ֆինանսավորվում է, եւ որտեղ բավականին լուրջ կերպով տեղի է ունենում ալան-թալան։ Եվ այդ ամենի հովանավորն է խեր ճոճողը։ Կա չէ մի հատ խերա ճոճը, Օմարի արծիվ։ Հələ մեկը դրան չի հարցնում, արծիվ Օմարն ուր է։ Երեք դատախազությունը, երեք տոլեսոր ծծրեց Օմարի արծիվի օջախը, այսինքն Վարդենիսի հոգեբուժարանը։ Ես համոզված եմ, որ այնտեղ դեռ կհայտնաբերվեն բազմաթիվ չարաշահումներ, ինչ որ մեկին գտել են շղթայված, պարավոյից եւ այլն։ Այն որ այդտեղից սնունդ են գողանում, դեղորայք են գողանում, բազմապիսի չարաշահումներ, դրա մասին ոչ մի խոսք, հանրային ձայնը մի անգամ չէ որ անդրադարձել է։ Եվ իհարկե ուշացումով, բայց հուսամ ավելի կոնկրետացված կերպով հաճելի մարդ, նավակ ճոճողի հովանավորյալները կենթարկվեն քերական պատասխանատվության։ Եվ ես համոզված եմ, եթե այն որ ասում եմ будем глубоко կապած, Վարդենիսի հոգեբուժարանում գտնվեն բավականին լուրջ, շատ լուրջ չարաշահումներ։ Թե այդ գժերի անունով ինչեր են արել։ Ես դաժե իմ ներքին ձայնը ինձ հուշում է, որ կարող է այդ գժերի անունով դաժե վարկեր էլ վերցրած լինեն։ Հիպոթեք, միպոթեք եւ այլն, եկա, ասենք այդ մարդկացից ով պիտի գազ ստանա։ Ես չեմ խորացել ժամանակի սղության պատճառով հասկանամ ում ձեռքի աշխատանքն է, որ մի օպերատիվ խումբն է նման լավ ձևով է աշխատել, համենայն դեպս շնորհակալություն օպերատիվ խմբի աշխատակիցներին եւ դատախազությանը։ Այն որ ես գել էի հոսպիտալ Բիզիմդի դրամար էի գրել, այսինքն բան հոգեբուժարան։ Տնօրենը եւ գլխավոր բժիշկը ձերբակալված են, ոնց հասկացա ես։ Քանի որ գնաց խոսք Վարդենիսից, մի անգամից եկեք մենք խոսանք Վարդենիսի միջադեպի հետ, վարված զինվորների։ Ես երեք լսեցի վարված սպայի փաստաբանի հայտարարությունը, որտեղ սպան ցուսմուկ է տվել, որ
հրդեհը բռնկվելուց 20 վայրկյան ինքը ձենա տվել եւ ոչ մեկ դուրս չի եկել սենյակից։ Այսինքն մարդիկ հլու հնազանդ վարվել են։ Դրան գումարած մենք ռեալ կերպով տեսնում ենք հակասություն զինվորի, ոտերը վառած զինվորի, ով չգիտեմ ոնց դուրս է եկել ճաղերի արանքից, եւ սպայի ցուսմուկների միջև։ Վարդան Ղուկասյանը կարա իր երկարատև աշխատանքային փորձից ելնելով ռազմական ոստիկանության համակարգում կամ օպերատիվ համակարգում, ես ուղղակի քանի որ հիմա նախաքննություն ագնում չեմ ուզում ինչ-որ մի բան անեմ, բայց ես եկել եմ այն կարծիքին, որ սա դժբախտ պատահար չի։ Ես չգիտեմ, Արգիշտի հիմնարկը կցանկանա սա բացահայտել, թե չի ցանկանա սա բացահայտել ամբողջովին, բայց ստեղ դժբախտ պատահար գոյություն չունի։ Ուրիշ բան դեռ չեմ ուզում ասեմ, չվնասելով նախաքննությանը, բայց այն որ դժբախտ պատահար չի, այն որ ասում է գրուկ, պեչատուկ։ Սա Վարդենիսի պահով։ Քանի որ գնաց խոսք բանակից ռազմական ոստիկանությունից։ Ուրեմն ահազանգում են Վայքի ռազմական ոստիկանության պետ Հովհաննիսյան Վիգենի հետ կապված Ինգեր Սուրեն Պապիկյան։ Հովհաննիսյան Վիգեն, Բոզի տղա Վիգեն, մենք սրան անդրադարձել ենք։ Բացի դա Հովհաննիսյան Վիգեն յուրացնում է բաժնի եւ բաժամունքի, այսինքն ջերմուկի բաժամունքի բենզինը։ Օպեր բլոկը բողոքում է, որ բենզինի երես չեն տենում, տենալուց էլ կռվով դավով տենում են շատ քիչ։ Ելնելով այս ամենից մարդը Երևանում տուն է սարքում, չգիտեմ որտեղ արենք այս տեղից ուղարկեցին, տուն է սարքում եւ այդ ամբողջ գումարները գնում է այդ տան վրա, ներողություն Աբովյանում։ Մի փոքր խորացանք, բանից պարզվում է վերջին իսկինը աշխատում է Աբովյանի ռվոբաժնում որպես գործավարուհի։ Սիրածը աշխատում է Երևանում որպես վարսավիր։ Աշխատողների ֆիզիկական ունակությունների հաշվին բերել է Երևան ռեմոնտ են արել սիրածի տունը։ Չգիտեմ կնիգը խաբարա թե չէ, եթե խաբար չի, արդեն իմացավ։ Սրան գումարած մեզ ուղարկեցին մի տեսանյութ, որը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբեր ամսին, որտեղ սպաները, ջերմուկի զորամասի սպաները պայմանագրայիններով հանդերձ ծեծում են Վայքի ռազմական ոստիկանության աշխատակիցներին։ Տեսանյութը խնդրում եմ տեղադրել Telegram կանալ Exclusive, Zapravkum։ Ամենահետաքրքիրն է, որ ծեծի ժամանակ, կոնֆլիկտի ժամանակ դեպքի վայրում է գտնվել Հովհաննիսյան Վիգենը որպես ռազմական ոստիկանության պետ եւ Մարալիկ կոչված Բոզի տղեն։ Ոչ Մարալիկը, ոչ Հովհաննիսյան Վիգենը մեքենայից չեն իջել, չեն ասել, «Էս ինչ եք անում, էս ում եք անում եւ խի եք անում»։ Նստած ավտոյի մեջ հիացել են կամ վախեցել են իջնել եւ ասել ինչ եք մեր աշխատողներին տպում։ Ես sense բան չեմ կարա հիշեմ իմ աշխատած տարիներին, որտեղ ինչ որ մի զինվորականնի կարողանային ծեծել կամ ձեր բարձրացնել ռազմական ոստիկանության աշխատողի վրա։ Սա նշանակում է, որ այդ հիմնարկը վերածվի խռռի գլխի հիմնարկի։ Իմ մոտ առաջացավ հարց. իսկ ինչ էր անում Մարալիկ Բոզի տղեն այդ պահին ըտե։ Ասում է պարոն Ղուկասյան, Մարալիկի Բոզի տղեն ծառայում էր ջերմուկի զորամասում։ Սեպտեմբերյան դեպքերը սկսվելու ժամանակ Մարալիկս ափալ-թափալ իկյալի ջերմուկ վերցել է Վիգեն Հովհաննիսյանին, բարձրացել են ջերմուկ եւ մարտական դիրքերից իջացրել է սեփական տղուն, որ հանգարց թուրքը տղուն վզից չծսցնի։ Սա կոչվում է սպա։ Սա կոչվում է ռազմական ոստիկանության պետի տեղակալ։ Սուրեն Պապիկյան, այս տեղեկությունը դու պիտի ունենայիր, եւ եթե դու չես ունեցել, դες կրտուկն էլ դրած է։ Եթե դու չես ունեցել, սա եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ քո ենթակաները քեզի վարդ մանուշակի տեղ անգամ չեն դնում։ Եվ
Ինձ հետաքրքիր է Մարալիկը, որը Ղարաբաղում իր դատախազ կնգա հետ, կստացի իմ էլ աշխատում է Հայաստանյան դատախազությունում, պատերազմի ժամանակ զբաղված էր խոզապահությամբ և խոզերի համար պնը ուազիկով կերեր հասցնեմ խոզերին, որ խոզերը չսատկեին, են դեպքում, երբ որ մեր զինվորները ուազիկ չունեին, որ վիրավոր իջացնեին, հիմա էլ սեպտեմբերյան դեպքերով հասելա ջերմուկ սեփական բոզի տղուն դիրքից իջացնի, որ թուրք անուշ ապերները մամային չծսցնեն ջերմուկի եղնիկի տակ։ Պրյամը իս իստոչնիկա։ Գումարած դրան, հաչելի մարդ Սրբուհի Գալյան, ես հասկնում եմ, որ Սրբուհի Գալյանը ամբողջ օրը մտածա Սասունի բդերի արանքը բայց աղջիկ ջան արանքից դուրս արի, Սասուն աշկից դու հետ գնաս ռոշկի մոտ և սկսես զբաղվել նորմալ գործողություններով, երկուսդ, քանի չեմ ծսրե ջղթիդ։ Մանալիկ, բնակվում է Երևան, Նոր Արեշ, 31 փողոց, էլի Արեշ, 16 դրոպ 1 տուն։ Ուր դուց Մարալիկին Երևանում տուն, Մարալիկի գեղերից էր, բոզի տղեր, գումարած ընդեղ բավականին հողատարածք ունի, ասում եմ մնգոյա սարք է, մի հատ էլ հյուրատուն, ծիպը մոթել, մանգապարտես, հյուրատուն, սաղ կյանքը Ղարաբաղ զինվորի ճնջուլած է, հաճելի մարդ, կնիկն էլ Ղարաբաղ դատախազել է, հիմա են ձեր մոտա, ինչա կնոջանը, ասպրամ, խտրել, հիմա ես ուզում եմ հասկնամ, հակակորուպցիոն, դատախազութին, այս թիզուկես բոզի տղեն, որ ես նույց եմ կրկնում, ախր, կաչը, ավելի մեծ շանսեր ուներ դառնալ ռվո պետի տեղակալ, քան Մարալիկը, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Զուգարանում նստած ըլնեմ Մարալիկը գա կանգնի, ես որպես մարդ հաշվի չեմ առնի, որ քաշվեմ, ոտերս ծալեմ կամ դուրը փակեմ, ասեմ, աղկո եմ անում, գնա։ Յա կա, յա չկա, ոնց որ ասում է մեր հարևան Մարուսի աղջիկ Ռուզանը, սրբեմ կծեմ։ Երևանյան 18 շենք, էր կողի շենքից էլ էլի, կոնսերվատորիա էր եթե մենել, եկչուհի էր կոնսերվատորիայի։ Բայց ասնում էր, ես ինչ հա, Մարալիկն էլ արդեն Երևանում տուն ունի, հերիք չի, մեծ հողատարածքով, հլի մի հատ էլ մնգո, հլի մի հատ էլ հյուրատուն, հյուրատանը ծսնի սաղ դատախազության անձնակազմը Մարալիկի կնգան, բոզի տաղա, հիմա Սուրեն Պապիկյան սրա համար արժե որ դու խլես շուտես, հա, ինչ ես գլուխդ կախեք այնեմ, Ինչ հետաքրքիր է, որ գլուխդ կախեք այնել ես, մթում ինչ ես ուզում ասես, վատ ես աշխատում, չես աշխատում, էդ եմ ուզում հասկանամ ախր է։ Հələ ես ռուզիկը կախի կասեմ, հա, էքեղենա կախամա, դուխ ես կախե։ Անդո, ինչ հետաքրքիր է, կագեբե կոչված հիմնարկը, ում կակնա ուտան, հա։ Մանալիկ, աուդիտորիան չի կարամ հասկանա, էտով ինչ օրինակ բեր, հոկտեմբերյանի հիվանդանոցի դրապա յուրո, չկա, չի կարա ըլնի գոնե մեկ զինվորակա, գոնե մեկ, ավակ լետենանտ կոչումով զորամասում, վաշտ, միշտ վաշտ, դասակի հրամանատարի տեղակալ դաժե, որ Մանալիկին տենա ու զգաստանա, Չի կարալնի։ Ու հելը սրանք չեն ենթակվեք հերական պատասխանատվության, Սուրեն պապ, հետո ասեմ ես խեմ, ես կեզ խլեշեմ։ Են բոզի տաղուն էլ վեկալ է խրգել ես Հնդկաստան, են բրուցյանը ինչ խրր գլոխա, Հնդկաստան դրան խրգել ես որի չան է, ու քո կարծիքով այդ ալկոգոլիկ ղախպի տղեին, որ ժամը 12-ից հետո օրգանիզմում այնքան սպիրտ կա, որքան արում, պիտի հնդիկների հետ նորմալ բանակցի առանց կոռուպցիոն սխեմաների, Սուրեն Պապիկյան, հա,
հնդկական փղերը ծծցնեն քեզ, քո նավարին, մեկել են ոզի տողուն։ Իշքան ռաջա Հնդկաստանում կա, այն օղերս են սաղ բաները պատածվել են, փղերի վրա նստած մտնեն ձեր տուն։ Չկարացա։ Ուզում էի զսպեի բան չասեի, քրիստիկ չելա վաղ չելա պայթը մեմ։ Քո նախընտրած երաշտության տակ։ Ցանկալիա զուբի։ Ավտոկայանատեղիներ, լավ, հլը համբերեք ավտոկայանատեղիները։ Անամ աշխարհով մեկ, ռեկլամարիկ, գովազդիկ, ձեռնաշղթաներով բերիկ, Տաթևի համայնքապետին։ Մալադեց։ Բերիկ վերջասրիկ, դատարանն ասեց goodbye my love, խափաման միջոցը փոխեց։ Ես չեմ կարող հասկանամ հաչելի մար, սա ինչա նշանակում։ Վարդան Ղուկասյանի 350,000 դրամի համար 8 ամիս պային կալանքի տակ կողքին գնաց։ Եկա Տաթև համայնք դրեց ծծրելա, թալան է կեղեք է, ամսի 14-ին փետրվարի դատավորն ասում է իձի գուլայ Վասա։ Քանի որ գնաց խոս դատարաններից, ուրա, հեսա, Վաչագան Ղազարյան, հլը միատես ոչ Տաթևին, հլը օպշիկ է թամ, Վաչագան Ղազարյան, նույնիքը Սերժի Վաչով, կնմա դատական, հակա կորուպցիոն դատարանս, կնմա դատավոր Վաչագան Ղազարյանին, ու դատավորնա Աշխեն Ղարսլյան, Ղարսլյան, կապուլո, ստենդապ, դատավոր, էքեղենա, կինա, լավ, կինը չի կրա դատավորել, կարո, հիմա, նախ ես զարմացա, որ հակակորուպցիոն դատարանը, որը որ հանրային, այսպես ասած, պրոցեսա քննը, Վաչագան Ղազարյանը լինելով երթուղային տաքսու վարորդ, հետո լինելով Սերժի վարորդ իր ամբողջ գիտակից կյանքի ընթացքում, զբաղացնելով ճիշտ է KGB-ի հաստիկ, բայց էլի մնալով վարորդ, չի կարողացել հիմնավորել 8 միլիարդ 400 միլիոն դրամ իր մոտ որտեղից։ Նախ օրենքն է բոզի տղություն։ Բարից ամենաբուն իմաստով։ Ուրեմն հանրային ձայն իշխանության նախընտրական ծրագրի մեջ անպայման պետք է այս օրենքի փոփոխությունը լինի։ Ինչպիսին պիտի լինի։ Կանչում են գլխավոր դատախազություն, այս կամ այն չինովնիկին, ասում են էսի քեզի մե մաքուր թուղթ, էսի քեզ գրիչ, էսի քեզ մե բաժակ ջուր։ Նստի գրի, այս փողերը քեզ որտեղից։ Եթե քաղաքացին տվյալ դեպքում չինովնիկը չի կարողանում հիմնավորել այս գումարները որտեղից, կոնկրետ 8 միլիարդ 400 միլիոն դրամը, Վաչագան Ղազարյանս։ Ասում են շատ շնորհակալություն, Վաչագան Ղազարյան, գումարը բռնագրավում է։ Վերջ, դրանով թեման փակվեց, եթե չի կարող հիմնավորի։ Այ երբ որ առաջանում է վիճելի հարց, ասում է պապաս կճուճով հանձնելա ինձ, Այլ ժամանակ, ասում են դե կամ վիդեո մատերիալ ցույց տու, ֆոտո, ինչ-որ մի բան ցույց տվել, պապը տատվե։ Այսինքն վիճահարույց հարց առաջանը, նոր մտ կարելի է մտածել գնալ դադարան թե ոչ։ Բայց երբ որ մարդը չի կարող հիմնավորի հուստ, եկել եք դադարան, որ ինչ անեք, հաճելի մարդ։ Այս օրենքի նախագիծը պետք է մտցնել։ Եթե դուք չեք մտցնել, համոզված եմ չեք մտցնելու, որովհետև վարչապետը բոզի տղա է, էդի պիտի անի Վարդան Ղուկասյանը։ Որ կանչեցին հակակոռուպցիոն կոմիտե դոգի հիմնակ, այլ ոչ թե այս չատլախի, չիմնավորես վերջացավ։ Վեկարը մեկ ձեռից, ով էլ որ սրանով կմտնի դադարան, այն դադարան մտնողին են առաջին ծծցնել, փաստաբանով հանդերձ։ Վերջացավ։ Հիմա, եկել են դադարան, փաստաբան ասում է, ես չեմ ուզում, որ նկարել։ Դատավոր Աշխենս ասում է, օքեյ, նկարումը արգելում եմ,
նախ դատավոր աշխեն, ինչ է սարքելում, դատական պրոցես է, պետությունից չէ գողաց է, 8 միլիարդը, ընգեր վաչոն, խոմ չքակեց, պետություն, բա թոթո ժողովուրդը տենա, են հմեկն էլ գալը մա, հմեկին էլ արկելը մա, տաթևին նկարելու, ասմա արկելել է, ու ենքան խելացի դատավորա, աշխարհ հաց, որ շտատիվը, օպերատորի շտատիվը դրած է, ասում է թեքեք հետը, որ չնկարի, ասում է, բայց վրեն պիտի բանալնի, որ նկարի։ Մարդը շտատիվը չի տարբերում լրագրողական նկարահանող ֆոտոսարքից։ Ես հա կոչում եմ դատավոր։ Ես հետաքրքրված ասում եմ, ինչ պաշտոններ ասած բաղացրել։ Ասում է իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ։ Հիշեցի ջենտլմենի удачи. Են որ ասում է, это доцент, ասում է, поздравляю. Հիմա սա է։ Եվ հանրությանը թույլ չեն տալի, այսպես ասած, որպեսզի հանրությունը տենա, ընկեր վաչոյին այդ 8 միլիարդ կամ 20 միլիոն դոլար ամբողջ կյանքը պետական համակարգում աշխատած չինովնիկին որտեղից։ Ու հա, ամենահետաքրքիրը հասնամա գումարի մասին, որ արդեն պիտի ասի ինչ գումարի մասին է խոսքը, ասմա չասեմ թիվը։ Եվ սա կոչվում է դատավոր։ Հայաստանի Հանրապետության նախագահ Խաչատրյանը, Խաչատուրյանը, Բոզի տղեն սրա նշանակել է դատավոր։ Հարգարժան լրագրող Տաթև Խաչատրյան, ասացեք խնդրեմ, դուք համաձայն եք արդյոք միասեռ հարաբերության դատավոր Աշխենիս հետ։ Մծատումը։ Տաթևիկ ջան, դուք երբևիցե բարձր տեղից ձեր միզապարկի պարունակությունը դատարկացկակ դիմացինի վրա, դա կոչվում է զալատոյ դոշց։ Եվ որ ասեցի, բան հիշեցի, ռազմական ոստիկանությունում ունենք մի հատ Ծածուրյան արշակ, տարիքով, մարդ էր մեր համեմատ, ախր քյալակցի էր, մի օր ուր էին գնում, անդո, զորամաս էինք, եթե դե ես էր ժամանակ, բաբշե ալասերված երևույթ էի, Ֆրանսիա ասեցի, Ծածուրյան զալատոյ դոշց կուզես, դե հենի չգիտեր ինչ էր նշանակում, ասեց, հա, դե մի ամիտ, քյալակցի մարդ։ Այս հետիներս ընդեղ ցոլակներ, Միկոյան Ալմեներ, բան լրիվ ընկան, հետո երբ որ ցոլակը բացատրեց ինչ է նշանակում զալատոր դոշ, Ծածուրյանը տևական ժամանակ ընկել էր հետևից։ Ահա, հիմա էսա զալատ հիշեցի ոնց էր լարը մնձի։ Բանը եկա մարդեր։ Զալատոյ դոշ, մի հատ հլը հարցրա Աշխենին, տես ուզեմ ա։ Բայց ասեմ, անպայման կխմես տանձի լիմոնատ նոշ, չէ, տանձի չէ, թարխունի, վրացական։ Նիվարքյան, ստեղ ոնց որ դու և օպերատորը, ես Տաթևին սիրեմ եմ, Տաթևը լավ աղջիկա։ Так, էսի վաչագանի բնը պահով, և սա կոչվում է դատավոր, խնդրեմ։ Так, մեկ բալան մոտս արդեն նշում կախում ամ։ Սա խաղերը խաղացել ենք, հիմա էլ մեզ իրենց բողոքի խոսն են ուղամ, այսինքն հանրային ձայնի միջոցով, իրենց բողոքն են ուզում բարձրաձայն են, երկու հիմնարկ, նախ առաջի հիմնարկը վերաբերում է կրթության, գիտության, մշակույթի, տմակին, տմակը այդ հատուկ դպրոցներն են, ոնց հասկացա ես, հոգեկան, կենտրոններ և այլն, որը որ չի ստացել հունվար ամսվա աշխատավարձը։ Մենք զանգահարեցինք, տմակ հարցրեցինք, աշխատավարձերը տվել են թե ոչ, տմակը հաստատեց, որ աշխատավարձ չեն ստացել։ Ուզում եմ դիմեմ Պետրոսի կնգամ, տիկին, փողերն ուր են,
պետական հիմնարկ կա, մենք հասել ենք փետրվարի 17-ը եւ մինչեւ հիմա աշխատավարձ չկա։ Դատում վարչապետի աշխատակազմ ես, խրգլող ես եւ այլն։ Ինչի տմակը չի ստացել աշխատավարձերը, փողերն ուր են, հա։ Ամբողջ տմակի անձնակազմը ծածցնի Նիկոլի Նաֆարին, փողերը ուր են։ Այս մարդիկ ինչով ապրեն։ Ուրեմն ֆինանսների նախարար կարեն ղախպի տղեն, որը որ հելնամա էշ ուղեղն անջատած հաչմա։ Ֆինանսների նախարար բոզի տղա տմակի փողերը ուր են, հա։ Եթե վաղը չէ մյուս օրը, այսինքն վաղը չէ, մինչև մեր մյուս եթեր, երկուշաբթի օրը տմակի փողերը չեղավ, ամբողջ տմակը գալիս է ծածցնելու հաթաթ ես կթվարկեմ ֆինանսների նախարարի ընտանիքից բռնած։ Ֆինանսների նախարարի ընտանիքի նավարին շարելու են ու ծածցնեն, իսկ գլխավոր դատախազությունը թույն հետաքրքրվի, ԿԳՄՍ-ի տմակի փողերը ուր են։ Հանրային ձայն հաղորդաշարին դիվադաթար են անում արդեն պարսիկները, իրենց հայ թարգմանիչներով։ Ինչ-որ հակա պարսկական շարժում է սկսվել, կոնկրետ Հայաստանում կացության իրավունքով ապրող պարսիկների հետ կապված։ Թուրքերին սիրով ասում են համեցեք, պարսիկներին սիրով ծծցնում են եւ երկրից վտարում են։ Ես չեմ կարողանում հասկանամ ուրա Հայաստանի Հանրապետությունում Պարսկաստանի դեսպանը, ում քակնա ուտեմ, բայց որ յակա յա չկա, դրա մասին ոչ մի խոսք։ Ես ուզում եմ կարճ թող իրավիճակը ներկայացնի պարսիկների հետ բավականին ջերմ հարաբերությունների մեջ գտնվող մի անձնավորություն, որը որ ավելի մանրամասն սա կպատմի, քան թե ես։ Ալո։ Ալո։ Լսում եմ ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև Ժոզեֆ։ Բարև ձեզ։ Ես մի հատ խնդրած կլեմ, որ դու ներկայանաս որպես ինչ հասարակական կազմակերպություն է ձեր կազմակերպությունը։ Հայաստանում իրանական համայնքի աջակցման հիմնադրամի փոխնախագահ Ջոզեֆ Աբաքյան։ Բա նախագահն ով է։ Նախագահ Մոհամմադ Ջաֆար Ռահբարի։ Ահա։ Ինչ խնդրի առաջ է կանգնած իրանական համայնքը Հայաստանի Հանրապետությունում, Ժոզեֆ։ Հայաստանում իրանական համայնքը այս պահի դրությամբ գտնվում է շատ ծայրահեղ իրավիճակում, քանի որ մենք ունենք բավականին մեծ խնդիր 2019 թվականից ի վեր, 2019 թվականից ի վեր մենք փորձում ենք իրականացնել այստեղ ջանքեր, որպեսզի Իրանի քաղաքացիները, իրանցի գործարարները ապրեն այն օրենքներով, այն օրենսդրությամբ, որը որ նախկինում մենք ունեցել ենք։ Սակայն 2019 թվականից ի վեր Իրանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում բանկային հաշիվների կորուստից բացի, ընկերության կապիտալի կորուստից, դատական վեճերից եւ այլ պրոցեսներից բացի ունեն նաև մեծ բազմաթիվ խնդիրներ այսօր վտարման, աքսորման, այսինքն դեպորտացիայի խնդիրներ։ Ինչ են վտարում, այդ ձեր ասած Իրանի քաղաքացիները օրենք են խախտել, էմիգրացիոն ռեժիմն են խախտել, պատճառը ո՞րն է։ Տեսեք, այսպեսի Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն ռեժիմը այսպեսին է կարգավորված, եթե քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կապ չունի, դա Իրանի քաղաքացի է, ՌԴ քաղաքացի է, մասնավորապես չի վերաբերվում Եվրասիական միության քաղաքացիներին, 6-5 երկրներին, ովքեր աշխատանքի հիմունքներով այստեղ կարող են ստանալ կացության կարգավիճակ ժամանակավորապես, որոնք որ բացառապես կատարվում, բացառապես կա օրենսդրությամբ, մնացած բոլոր մարդիկ, ովքեր որ եթե մեկ օր էլ խախտել են, նրանց սահմանվում է տուգանք։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, այո, տուգանք 50,000 դրամից մինչև 100,000 դրամը կամ օրեկան հաշվարկված 500 դրամից 500։ Հիմա ձեր պարսիկները միգրացիոն կարգը խախտել են, թե ոչ։
Հայաստանի Հանրապետությունը միգրացիոն կարգը խախտում են ոչ թե միայն պարսիկները, այլ բոլոր օտարերկրացիները կարող են խախտել, որովհետև նրանք դիմել են Հայաստանի Հանրապետությունում, այո, չեն խախտել կարգը, ոչ սուբյեկտիվ կարգով չեն խախտել։ Երբ որ մարդիկ համալսարանից դուրս են մնում, ժամկետ գոյություն ունի, որպեսզի նրանք դիմեն ազգագրերի վիզաների վարչություն կամ աշխատանքի հիմքով միգրացիոն ծառայություն, աշխատանքի կամ ԱՎՎ-ի կողմից միգրացիոն ծառայության կողմից ստանան կապության կարգավիճակ, սակայն նրանց կողմից լինում է տարաժամկետ, այսինքն էլեկտրոնային ռեգիստր կարգով, request սայթի կարգով ժամկետի 2 ամիս հետո օր ժամանակ դրանց տրամադրելու համար եւ այդ ժամանակվանից ի վեր քաղաքացին ստանում է պատասխան, որ ինքը արդեն ոչ թե ենթակա է տուգանքի վճարման, այլ ենթակա է Հայաստանից լքելու իրավունք, բայց լքվելու իրավունք։ Հայաստանի Հանրապետությունում նախադեպը նման բան դեռևս ես 14 տարի է հանդիսանում եմ Հայաստանում իրանական համայնքի աջակցման հիմնադրամի փոխնախագահ, Հայաստան-Իրան բարեկամության միության քարտուղար, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության թեմական առաջնորդարանում որպես հայամետության առաքինության ղեկավար ես դեռևս առաջին անգամ տեսնում եմ իմ պատմության մեջ, իմ աշխատանքային պատմության մեջ, թե ինչպես են կարողանում արտաքսել 3 տարով անձին կարող են Հայաստանի Հանրապետությունից արտաքսել ոչ թե վարչարարության համար, այլ նաև քրեական գործերի համար։ Եթե միգրացիոն կարգը խախտվել է, նրանք հանդեպ կիրառվում է տուգանք, ոչ թե արտաքսել։ Արտաքսում են այն դեպքում, երբ որ անձը կրկնակի անգամ է տուգանվում, 2 եւ ավելի դեպքում։ Արտաքսում են այն դեպքում, երբ որ կա քրեատին նկատմամբ։ Հիմա ում են արտաքսում։ Հայաստանի Հանրապետությունում արտաքսում են կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների։ Վերջերս Սերջատը, որը համարվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Դեմիրել Սերջատը, որին ես լավ ճանաչում եմ Տեցի կռուգի, որպես այնտեղ դիսկոթեկի ինչ-որ աշխատակից կամ չգիտեմ հավաքագրող, այսպես որ ազգային ավտոստոպ դրանով արդեն զբաղվում է տեղյակա, վերջերս անձնագրերի վիզաների վարչությունում ստացել է 50,000 դրամի տուգանքի միավոր եւ այդ տուգանքով այդ մարդը ազատվել է այդ ջրի պատժաչափից, վարչական իրավախախտումից։ Սակայն Իրանի քաղաքացիները, ես ես ուղարկել եմ փաստարկներ, դատարանի որոշումներ, լիազորագրեր, ամեն րոպե մեզ արձագանքում են, մեր գրասենյակում տեղ ու դադար չկա, թե ինչպես են անձնագրերի վիզաների վարչությունը Իրանի քաղաքացիներին դեպորտացիայի ենթարկում 3 տարի ժամանակով։ Նշեմ ձեզ նաև Ամիր Թորա, ասեմ ձեզ, Ամիր Օմիդիզադեն, որը համարվում է Իրանի Իսլամական Հանրապետություն, Ամիր Հասան Ասնային, երկուստ էլ որևիցե խնդիր չեն ունեցել Հայաստանի Հանրապետությունում, որից քրեատին արարք ունեն այստեղ բիզնեսներ, աշխատում են IT ոլորտում, դիմել են աշխատանքի հայցով կոնկրետ այդ քաղաքացիները նախկինում եղել են ուսանողներ, պարտիեր բնութագիր ունեն, վարչական դատարաններում ունեն այսօրվա դրությամբ ստացել են ծանոթագրեր, մարդկանց պատշաճ կարգով ազգագրերի վիզաների ծառայությունը չի ուղարկում պատշաճ կարգով ծանոթում, թե քաղաքացին որտեղ է գտնվում, որտեղ է հաշվառում։ Միակ երկիրն է աշխարհում, որ պետք է ստանա կաթության կարգավիճակ, հետո նոր հաշվառվի։ Սովորաբար քաղաքացուն հաշվառում են ՌԴ մտնելուց օտարերկրացում, ոչ թե մեզ, այլ օտարերկրացում։ Կամ Միացյալ Նահանգները դուք լավ գիտեք, պարոն Ղուկասյան։ Ես Ռուսաստանը լավ գիտեմ, առաջինը հաշվառում են, այո։ Հետո Առաջինը հաշվառում են, հետո նոր զբաղվում են, տեսնեն թե նա разрешение на работу, ոնց է կոչվում։ Աշխատանքի թույլտվություն։ Թույլտվություն, work permit անգլերենով, ինչ ինչերով է Հայաստան, եկել է այստեղ հանձնվելու որպես փախստական, հայցումը փախստականի հայցունի, թե զբաղվում այստեղ գործարարությամբ, թե ուսանողը, տարբեր նպատակներ կան այստեղ օտարերկրացիների։ Լավ, մի հատ հաստամ ձեզ։ Այդ բանը Պարսկաստանի քաղաքացիների, որոնց առանց հիմնավորման կամ մասսայական ընկել են պարսիկների հետևից, նամանավանդ բիզնեսմենների եւ այլն, որ վտարում են, Պարսկաստանի դեսպանատունը ինչ միջոցառումներ է ձեռնարկում, вообще տեղից իրար գալիս է։ Պարսկաստանի դեսպանատունը, այսինքն էմբեսին, սեփարատ, ոնց որ իրանք ասում են, սեփարատը դեսպանատունը, որևիցե դες կոնկրետ արձագանք սովորությամբ չի փորձում կատարել, չի փորձում հայցել, քանի որ, ասեմ դες, դեսպանատան վերջի տարիների օղակները, շրջանակները, այդպես
լայնածավալ չեն, այդ բարեկամական ընկերական կապերը իրանք չեն կարող հաստատել մեր գործող իշխանությունների հետ, ինչքան էլ որ գան գնան, ինչքան էլ որ ֆոտոներում կամ չգիտեմ վիդեոներով ցույց տան Թեհրանում կատարված լավ հանդիպումները, ամեն դեպքում ներքին կարգեր, ներքին բարեկամական կապ այդ սա բացարձակապես չի գործում Եվ դեսպանատունը անգամ այսօրվա դրությամբ, եթե որոշակի քայլեր է փորձում ձեռնարկի, շղթաներով է ձեռնարկում, այսինքն ձեռներին կան շղթաներ, քանի որ այդ մարդկանց բողոքը, այդ մարդկանց դիմելը, տարիներ, ժամանակներ եւ այլն ոչ իվանոց չեն կարող, շատ կարող են կներեք հազար անգամ փաստաբան տրամադրել իրենց համար, որը որ հանրային ձայնը, կարծում եմ եւ նաեւ օգնության կարգով մասնակի շատ մեղմ ճարումներով կտրամադրի մեզ մենք արդեն դիմել ենք, արդեն խոսել ենք, դες չկարած տեղեք արդեն պարոն Գուկասյան, բայց ամեն դեպքում պատրաստ է հանրային ձայնը դրա համար եւ պատրաստ է եւ մենք էլ պատրաստ ենք իրեն եւ դրանից բացի պարոն Ղուկասյան տեսեք թե դեսպանության պրոֆիլը չկա ասում եմ ներքաղաքային ներպետական հարց է մենք ինչ անենք այս պետության գործերին ոնց կարանք միջամտել օրենքի փոքրիկ կետը վերցրել են ու դրանով ցած գնում են առաջ 2 օր առաջ 3 օր առաջ ես ինքը տասնատների վիզաների վարչությունում գնդապետ Սրբուհու ներկայությամբ փորձել ենք այնտեղ վարչական իրավախախտում արձանագրել նորից Իրանի քաղաքացու հանդեպ որի հանդեպ եղել է վարչական իրավախախտում 50,000 դրամ իսկ հաջորդ անգամ գնացել ենք մեկ այլ ուրիշի համար եղել է ներողություն եմ խնդրում վտարում մյուսի համար վտարում է մյուսի համար 50 այսինքն մասսայական կամած բնույթ է կրում միաժամանակ բուրըն չեն կատարում բայց 3-ից 1 2-ից Իսկ մի հատ հարց տամ կարող է Իրանի քաղաքացիների անվան տակ Հայաստան են մտնում ադրբեջանցիներ դրանց են փորձում վտարել նման քաղաքաց ում մասին որ ես խոսում եմ Մուհամմադ Հոսեյն Ասնայի ազգային անվտանգությունը տվել է մշտական կարգավիճակ, մշտական կառուցության կարգավիճակ, Ամիր Թորավզադեին տվել է այստեղ ժամանակավոր կարգավիճակ, պարոն Ամիր Օմիդիզադեին տվել է այստեղ Ձեր ասած Ամիդ Օմիդիզադե, մի րոպե, ձեր ասած Ամիդ Օմիդիզադե եւ այլն ազգությամբ պարսիկ են, թե կարող է Պարսկաստանի անձնագրով ադրբեջանցիներ են։ Ներողություն, նրանք նախկինում Հայաստանի Հանրապետությունում ունեցել են տարբեր ձևի կառուցության կարգավիճակներ, ամեն մեկը առնվազն այստեղ 3-ից 5 տարի բնակվում են, 3-ից 5 տարի, Թորավզադեն մոտավորապես 7 տարի, Օմիդիզադեն մոտավորապես 5 տարի, Մուհամմադ Հասան Աստային մոտավորապես 3 տարի ավեր։ Հիմա դրանց վտարում են։ Արդեն կա վտարման նրա հանգ, այո, մենք փորձել ենք այսօր բողոք հարկենք, վերականգնիչ դատարան, եւ այլն վարչական դատարանի պատշաճ կարգով չեն ծանոթում քաղաքացուն, պատշաճ կարգով չի օտարերկրյա քաղաքացի, չի հաշվառում Հայաստանի Հանրապետությունում, պատշաճ կարգով չեն որոնում։ Եթե պատկերացրեք, ասենք այդ քաղաքացին, բացի իրավախախտ լինելուց մի փոքր, ասենք Հայաստանում անօրինական բնակվելուց հետո կատարել է մի հանցագործություն, քանի ժամում դրան կգտնեին այստեղ։ Վալա ոնց կարելի է 1.5 տարի օտարերկրյա քաղաքացին ես ինքը Պրանջան Վագալեն Հնդկաստանի քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում 1.5 տարի անօրին բնակվել է բնակվելուց հետո այդ մարդուն 50,000 դրամ տուգանում է Հնդկաստանի քաղաքացուն որ մենք ասենք նմանատիպ վիզայի ռեժիմ ունենք իրանց հետ 1.5 տարի հետո դա բացառություն է ինչի մասին է խոսքը եւ այսպեսի մի բան այն քաղաքացիների մասին ում որ ես ասել եմ նրանք ընտանիքով հանդերձ այստեղ բնակվում են բազմաթիվ անգամ Հայաստանում ունեցել են կապիտալ կարգավիճակներ թե ժամանակավոր թե մշտական բազմաթիվ անգամ Հայաստանի Հանրապետությունում ունեն անհատ ձեռներեցներ ձեռնարկատիրություն ունեն սահմանապակ պատասխան ընկերություններ Այսինքն մենք պիտի հասկանանք որ Հայաստանյան իշխանությունները փորձում են հարաբերությունները վատացնել Պարսկաստանի հետ Մի բան ասեմ ձեզ, այո, ինչի համար, միակ մի բանի համար, Իրանի եւ Հայաստանի միջեւ այսպես գնում է բացառացում, ինչի համար, եթե այդ նույն բանը ձեռնարկել են մի քաղաքացի, ովքեր տուրիստ է, եկել է Հայաստան, մնացել է 3 ամիս եւ ավել, ռեժիմը խախտել է, ասենք վիզայի ռեժիմը, եւ 3 օր մի ամիս կամ չգիտեմ ոնց չի իմացել եւ այլ լինում նման դեպքեր, վերադառնում է օրինակի համար։ Այդ մարդուն ասում են դու դեպորտ ես, չես կարող գալ, լավ, դրան հասկանում են։ Միտեղ, բալավ եթե քաղաքացին 5 տարի Հայաստանի Հանրապետությունում ապրում է, 3 տարի ապրում է, 6 տարի ապրում է, 6 տարի հետո մարդուն դեպորտացիայի ենթարկում, դրա մասին ինչ կարող են խոսել։ Ոնց կարող է պատահի, քաղաքացին դիմում է միգրացիոն ծառայությունով, քաղաքացին դիմում է ազնագրերի վիզաներություն, ես սյուրպրիզ է գալիս իր համար, կամ կմերժան իրան, կամ դեպորտ կանեն, կամ կդուգանեն։ Կամ կամի վրա է, լայաց ասենց կոպիտ ես ասած, հաշվարկ ասած, կենտու զույգ, էլ ես ենք։ Հասկացած ես, լավ, հասկացած ես։ Դա կատարվում է միայն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հանդեպ։
Հայկարժան դեսպանը, հյուպատոսը, չգիտեմ, Իրան Հայաստանում մեր դեսպանը այնտեղ, որ պետք է հաշվի առնեն։ Մի բան, կարևոր մի բան, որ եթե մենք խոսում ենք Հայաստանում իրանական համայնքից, մենք պետք է նաև խոսանք Իրանում հայկական համայնքից։ Մենք ունենք այդտեղ մոտավորապես 120,000-ից ավել Իրանում հայկական համայնք։ Ժոզեֆ, հասկացա ես, լավ, շնորհակալություն, անցանք առաջ։ Մերսի, հա։ Վայ Ղազարյան, նորից Վայ Ղազարյան, նորից պասպորտ սեղան, ստեղ ինձ ուղարկել են պասպորտ սեղանից տեսանյութ, մի քիչ առաջ ընդամենը, այսինքն եթերը սկսվելուց առաջ ուղարկեցին 11 պատուհանից սպասարկում են 5-ը։ Ուզում հասկանամ, ինչի, բա մնացածը ուր են։ Ես կարծեմ ուղարկեցի մեր ուրա admin-ին։ Հա, ես ուղարկել եմ, խնդրած կլեմ, որպեսզի տեղադրեն Telegram կանալ հիմա։ Այն որ պասպորտ սեղաններում բարդակ կա, անձնագրերի, վիզաների վարձությունում բարդակ կա, դրա մասին ոչ մի խոսք։ Հիմա ես ուզում հասկանամ, ինչն է պատճառը, որ ղզղն է ընկել եք պարսիկների հետևից։ Վտարելով օրինապաշտ, գրանցված, հարկատու, բիզնեսմեն, ոչ թե բոմջ, Պարսկաստանի քաղաքացիներին խփելով դեպորտ եւ այլն։ Այս ձև դուք ինչ եք ուզում ասեք։ Թուրքիային վազեվազ սպայկով 150 միլիոն դրամի օգնություն եք տանում հասցնում Թուրքիա մեր կարգոյի պահեսներին հայ զինվորի համար եկած պալատկա, մալատկա, այնտեղ վեշավո, մեշավո անցկացնելով են կողմ։ Գնամ հասնում եք ընդ գլգլգլ եք անում։ Բայց ուզում եմ հասկանամ, Պարսկաստանի նկատմամբ ինչի նման վերաբերմունք, կամ Սիրիայի նկատմամբ ինչի նման քիչ վերաբերմունք։ Հələ մի հատ է տակ է ուզում կռուտի տալի բոզի տղեն, ասում է թե Սիրիային էլ ենք անելու, բայց անեիք Սիրիային։ Կամ ուզում հասկանամ ինչի եք ընկել պարսիկների հետևից։ Այստեղ ես մի հատ բան էի նշել։ Հեսա։ Ոչ մի կերպ չեմ կարող հասկանամ։ Այս բոզի տղեկը բոլորի հետ հարաբերությունները լարում են, աբսոլյուտն բոլորի հետ, Պարսկաստանի հետ, Ռուսաստանի հետ, սրա հետ, նրա հետ, անտիր հարաբերություն միմիայն Թուրքիայի հետ։ Սրանց ուշքումիտը Թուրքիան է, լավ, եթե դուք այդ կան թրկա հպատակ, թրկասեր, ղախպի տղեկ էիք, ինչի սկսակ պատերազմը։ Ինչի գնացին հասար շիզոֆրենիկ ագարկի ծնունդ, Ղարաբաղ ասին Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բա հիմա Արցախը Հայաստան չի։ Որ քո կիսա անգրագետ բոզի տղեն արտգոց նախարար կոչվածը, որը որ Պիլասոսի փող չուներ, հիմա կրեդիտով տունը առնը մթոբ թե։ Այդ հանդեղ խոսում է համամարտկային աղետից եւ այլն։ Բա ներողություն, բա նույն աղետալի վիճակում այսօր քո Արցախն է։ Խոսում ես Չաուշօղլուի հետ, չես ասում այդ նույն թուրքական գերբը դրած նախ որպես դիվանագիտական մոտեցում ես ուշադիր հետևել եմ, եթե ինչ-որ ըլմա հանդիպում ինչ-որ երկու երկրների եւ այլն, հյուր եկած երկրի ղեկավարի ամբիոնի մոտ տվյալ երկրի գերբը չի լում խփած։ Այդ ցանկալի չի, դա վիրավորական է։ Ինքը այդ գերբը չի ներկայացնում։ Լավ, այնքան չմոտ շար ու չատլախեսել է, որ պրոտոկոլը չի ասել, կլոր ձեր խռի գլող գերբը հանեք, ուրիշ բան բերեք դրեք, մենք այդպես պիտի խոսանք։ Գնամ խոսամ ես բոզի տղա։ Դու չես ասում, շատ ներողություն, միգուցե դուք էլ միջնորդ եք Ադրբեջանին, մենք Ղարաբաղում ունենք հումանիտար աղետ, 120,000 հոգու փորձում եք մատնել սովի, բացել, գեղեցիկ չի, երբ որ մեր ֆուրերը ձեզ օգնություն են բերում փակ սահմանով, բայց դուք մեր նկատմամբ սահման եք փագե ու չեք թողը մենք մեր ժողովրդին օգնենք։ Հա? Արաբատ մի հատ էլ չաթլախ մտե գրելա ասմա ինչա գրի Արաբատը անկրկնելի չինովնիկ է ու այդ բառերը որ կարդում եմ ես ուզում եմ այդ քպական երևույթին կարծեմ Արնոլդ ասեմ տամար մի հատ անկրկնելի դիվանագետ խփի նայտես ովքեր են անկրկնելի դիվանագետ էր գրամիկոն անասուն Են
Ոչ գրամիկոն հողի մեջ շուռ եկա, որ գրամիկոին բերինք համեմատինք պլանքաշ բոզի տաղու հետ։ Չերչիլն էր անկրկնելի դիվանագետ։ Մարգարետ Թետչերն էր անկրկնելի դիվանագետ։ Միկոյանն էր անկրկնելի դիվանագետ։ Բայց ոչ թե նարկաման բոզի տղա են։ Սաման ենք բացում, գյուղացիքն էլ ուրախանում են։ Սամանա բացվում, այդ չգիտեն հեսա կակ են ուտելու։ Ուրախացեք։ Սամանա բացվում։ Հիմա էլ բան ու գործ չկա, հիմա էլ Պարսկաստանի հետ են բզմ ու բզմ։ Պարսկաստանի դեսպանը դեսպան չի, չմո բոզի տղայա, ես պիտի լնեի։ Արաբատ ինք բտնեի կաբինետի մեջ ծսցնեի հլնեի։ Արաբատ պարսկական խեր գլգլը արած կաս։ Կա, լավ, Հրստան մետեղ տանադարնա գնոշ։ Բայ Ղազարյան, ամբողջ հանրապետությունը վախտամա նարկոտիկի մեջ։ Ես այդ արկրվասում եմ լավ ուզում եմ հասկանամ, մեր MVD-ի աշխատողները բոլորն են դարել բարիգի բոզի տղա, թե մեջները կան մարդիկ, որոնք նորմալ են։ Պարզվեց, որ կա։ Իզալմանս ինձ մենք ունենք ոստիկաններ, որոնք դա շարունակում են, ասենց ասած, անհանդուրժողական պայքար նարկոմանների դեմ, նամանավանդ բարիգների։ Բայց ամբողջ խնդիրը կայան նման նրանն, որ մարդիկ ասում են, պարոն Ղուկասյան, բռնում ենք, բերում ենք, հանձնում ենք քննիչին, արգիշտ, քննիչը բացաթողը։ Դատական ամբողջ փուլում բարիգը չի կալանավորվում։ Ասում են գնա, շարունակի դեղերը ծախել, մինչև քո դադը կլնի, քեզ կբռնեն։ Փաստերով ասում է։ Ու կլաչիկին վրի եղած շեղածով են, որ տելեգրամով տեղադրում են։ Բռնում են, բերում են, հանձնում են բոզի տղա քննիչին, բոզի տղա քննիչը թողում է։ Դատարանով։ Նախ չի ձերբակալը, սկսեն կտուց, դրանից հետո ասում բարի ճանապարհ։ Ուրեմն ես դիմեցի ոստիկաններին, հարգարժան օպերնի։ Ումը որ կբռնեք, խնդրում եմ, ու կբերեք կներկայացնեք այս կամ այն քննիչին։ Հետո այդ բարիք բոզի տողուն ու կլաչի կլնի, բարիք կլնի եւ այլն կլնի։ Բացաթողում դատարանը կամ քննիչը, չգիտեմ դատարան եւ այլն, ես խնդրում եմ ձեզ տվյալ դատավորի տվյալները եւ քննիչի փոխանցում եք, նախ քննիչին չձերբակալելու համար, այդ բարիկը ծծծնելու է տվյալ քննիչի ընտանիքին, կնիկ մեր երեխա եւ այլն։ Եվ եթե դատարանը չկալանավորեց բարիկին ասես չէ գնա շարունակի վաճառել ոնց որ օրինակ բարիկ Ռոման Մարտիրոսյանը, որը ապրում է ուդեր բուզդեր մնում։ Ոչ մաշտոցի ոստիկանության սպասարկման տարածքում։ Մենք նկարը դրել ենք մեռածի ջպով, դեմքով, ամեն ինչով, ասում եմ, ալամ աշխարհը գիտի, ես բարիկ եմ։ Դատարանը չի կալանավոր, ասել է գնա վաճառի մինչև տենակ ինչա լն։ Մենք տենում ենք, որ ոստիկանությունը չի կարողանում հարցի լուծում տա, չի լնում։ Հասարակ խամեր չկարացա կանգնացնեք, դրա համար են պարեկները եք, ինչ եք դրա, պետին հանեք, լսի լը։ Եթե դուք չեք կարում բարիկների դեմը առնել նարկոմանների, միգուցե դիմենք անուշ ապերներին, միգուցե դիմենք քրեական ենթամշակույթ կրող անձանց, ասենք դուք հարցերը լուծեք։ Ռաս MVD չկա։ Բա համ նրանց ընդ եք նեղը, ասում եք գողական լնելու համար դադում ենք, բայց դուք էլ չեք կարում հարցի լուծումը տակ։ Ամբողջ դպրոցները, նամանավանդ կենտրոնի դպրոցները, նամանավանդ կենտրոնի ավագ դասարաններ։ Վախտամա նարկոտիկը, վախտամա։ Ես մեկ նստած պնմատացում, ասում լավ, սրա դեմը ոնց պետք է առնել, և Վարդա Ղուկասյան, քո իշխանությունը, քո կուսակցությունը եկավ իշխանության, ինչ պիտի արվի։ Ես մտածում և որոշում։ Օրենքի նախագիծը մտնելու ազգային ժողով։ Բացի օրենքին, մինչև օրենքի նախագիծը լնելը, բարիք ու կլաչիկ
մեկ էլ են սև փսիկը առած որ փչում են պատերի վրա, գրում են Telegram-ի բաները, ումը բռնսրին, բռնսնողը կլինի ոստիկանությունը, թե անուշ ապերները, թե քուչի տղեկը, ծեծելով սպանել։ Այնքան ծեծել, որ բամբակով ջուր կաթը, ոնց են Թուրքիայում այդ մարաձորների, ծեծելով սպանում են, նույն ձև ժողովրդին թույլ տալ, բռնեցին, պատի վրա փչումը, եթե դաժե անչափահասա, այնքան տպել, որ սատկի, եթե դաժե անչափահասա, ու եթե ընդդե նեկար տեսավ մի երկու հատ անուշապեր տպել են, մեռելա, փսիկն էլ ձեռ են գացա, վսո գնաց, լավ ա եղել, ու կլաչիկին բռնեցին, ձեռը իշքան այդ գերայինա, չգիտեմ, էքստազիա, էսայլա, կերցնելով սպանել, որ պետոզից մեռնի, բարիք եղավ, թույլ եմ տալու տեղի բնակիչներին, ծնողներին, կա քուչում բարիք, մտնել տնով տեղով վառել։ Էլ բան չկա, այսինքն հազել ժողովրդի ինքնադատաստանին, որովհետև նարկոտիկի չափերն ահավոր է։ Ես Հայաստանում չեմ ապրում, ես Հայաստանում երեխաներ չունեմ։ Բայց ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ ծնողների կատարյալ անտարբերությունը, որ իրենց անչափահաս երեխաները, աղջիկ թե տղա, դաժե դպրոցներում նստած են դեղերի վրա արդեն։ Եվ եմվեդեն ոչ չի բան։ Բռնն բերում ես դատավոր, դատարան ագարկի վաստակ դատավորը բացաթողում։ Ես ասել եմ միլիցեքին, տվյալ դատավորների անազգանները տալ ինձ։ Այդ դարիկը մտնելու է դատավորի տուն, կնգան երեխուն ծծծրի, ինք ու այդ ոչ դատավորն էլ նստի նայ, չագուջով։ Ես ինչ կատարվում։ Բարդակը հել է թմա, չկա, եմվեդե չկա։ Ոչ եմվեդե կա, ոչ էլ թողում եք երևույթի դեմը առնի փողոցի, այսպես ասած, դատական համակարգը։ Անուշ ապերնի։ Իմիջալոց, անուշ ապերնի բողոքում են նաև փողոցի այդ հարևանները, ոմն Գևորգյան Ռոման։ Հիշեցնեմ, Գևորգյան Ռոմանը դա զինվորի զոհված զինվորի հայր, հանդես եկող Նիկոլա Զավր Բոզի տղեն է։ Մի զինվորի, որին ինքը չի էլ պահել, ինքը այդ երեխուն թողել է տատու վրան, թողել գնացել է։ Հիմա ասում է ես զոհված զինվորի հայր եմ, ես ղախպի տղեն։ Սրա պատճառով էլ մի հատ եզդի մահացավ։ Դալագա հարել էին, չթողեց կորի զանգեն, մի տավարը չզանգեց, եզդին բն մեռավ։ Եզդին ծածծի սրան աֆարին։ Հիմա մարդիկ հարևանները բողոքում են, ասում են պարոն Ղուկասյան, Լևի մտելա ջուրա քաշե, վիոլա ջուրը լռմա, Լևի հոսանք, բնակվում է Մալացիա թաղամաս, հաղթանակի ամարանոցային թաղամասում, Գևորգյան Ռոման, շանտաժով, հարևաններին դանակով սպառնալով, ապօրինի շինություն հետ իրականացրել, ճամփի վրեն բանաշարը, տունաշարը։ Մարտան Ղուկասյանը որոշեց զանգի անձամ Մալացիայի թաղապետարան հասկանա ինչա կատարվում։ Զանգում եմ Մալացիայի թաղապետարան, վերցնում եմ մի հատ աղջիկ, ուզում եմ քարտուղարու համարը, տալեմ քարտուղարու համարը, 518 85, ներողություն, 51 85, դենց ասեմ, զանգում ենք, վեկալեմ, ալո, ասում եմ թաղապետին ենք խնդրեմ տեղը մա, թաղապետը տեղում չի, բա ուրա, բարը մնաց բենիս մեջ, շրախկ տրուպկեն դնմա, դանից հետո զանգում ենք, էլ չի պատասխանում, վերջ, քարտուղարու ծլիկին չի, նորից զանգում ենք հետադարձ այդ տույն համարով, 51-853, ասում եմ կապնվեք, ասում եմ ձեր այդ խոսումը Վարդան Ղուկասյան հանրային ձայ, մեր իմացած Վարդան Ղուկասյան ասում եմ հա, ասում եմ կապնվեք քարտուղարուհուն, ասեք ես հեսա մի րոպեից զանգում եմ 2 րոպեից, վերցնում եմ, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի արդեն կուլտուրական դարավ, ասում եմ աղջիկ ջան, ես զանգում եմ ձեր այդ խոսում եմ, դու դորքեն չպստում ես, ասում եմ կապերնա, ես չէի, եմ որ կակելուց բռնում ես, ասում եմ չէ, ես չեմ, ատենց բան չկա, ես չեմ կակամ, ես նստած եմ, ասում եմ թաղապետն ուրա,
ասում է գնացել է ժողովին, քաղաքապետարան։ Մենք ներկայացնում ենք պետական ապարատի վիճակը։ Փոխթաղապետ ունեք, ասում է հա։ Համարները տվեք, տալիս է 518, այնտեղ 503, 518, 505։ Ազնվության համար պետք է ասեմ, որ այս բոլոր համարներով զանգում ենք։ Նեմա, զանգը նեմա, վեկալող չկա։ Ստեղ գրել են 11:40-ից սկսած, աշխատանքային ժամ։ Նորից եմ զանգահարում, նորից հավեկալում, մալացած է բասա վարչակարգ շրջանի ասում եմ քո փոխթաղապետ նեմա, ինձ այդ ապորինի շինարարության եւ այո կա, տալիս է մեկ այլ համար 51-85-13, 51-85-49, հա, միջև էլ տվել էր 518-578, ոչ զանգում ենք, սաղով զանգում ենք 13-ով մարդ չի վեկալում, 43-ով վերցնում եմ մի հատ աղջիկ, ռուզիկ էր, սրբուհի էր, չգիտեմ, Շուշան։ Բարև ձեզ, ասում եմ ձեր հետ խոսում է հանրային ձայն Վարդան Ղուկասյան, ասում եմ մեր իմացած Վարդան Ղուկասյանը, ասում եմ on Samuel։ Բաժի պետը տեղը մա, նեմա։ Ով կա, ասում եմ, ես ուզում եմ հարց տամ մի հատ, վերցնեմ աղոթած մի երիտասարդ, բարև ձեզ։ Ասում եմ տղա ջան, գոյություն իսենց բնակիչ, գոյություն իսենց հասցե, ապորինի շինություն, պատաշար է, առաջագալեմ, ես անեմ, են անեմ, ասում է, մենք խաբար չենք, շատ հանգիստ տոնով, պատաշարը ծայ, ասում եմ ոնց խաբար չենք, ձեզ չենց այն, ասում եմ մենք խաբար չենք, ասում եմ տղա ջան, ահազանգա, լավ, ես հասցեից խաբար ես, մենք խաբար, ասում եմ հիմա պատաշարվել եւ այլն, ասում է հիմա գնամ ինչ անեմ, ու հարցը հնչում է այնձե, որ ոչ թե զանգել ես ինձ ես ինչ անեմ, այլ հարցը նմա գնամ ինչ անեմ, ծիպը ցուցում տուր, գնան անեմ, այդ ոչի մեջ։ Է որ ասում է, ես արդեն, ես ինքս չանգյալ ընգա, հիմա ու չեմ ուզում ասեմ եթերային բառ չի մի քիչ կուլտուրական մարդ եմ էլի թե ինչ եմ խորհուրդ տվել այդ երիտասարդին գնա պատին նայու ձեռնահարությամբ զբաղվի ինչ պիտի անես թաղապետարանի աշխատողը ապորինի շենքշինություն այս Դևոկյան Ռոման Բոզի տղեն էլ ասում է Ավինյանը մեր հետ տա մենք ինչ ուզում անում ենք Թաղապետ Բարխուդարյան Ընկեր Բարխուդարյան, դու վաբշե գործի գալիս ես, եթե դու տեղում չես իբր թե գնացել էիր քաղաքապետարան, բայց դու իմ քաքը կերել էիր, դու գնացել էիր քաղաքապետարան, քո տեղակալներն ուր են, ընկեր Բարխուդարյան, հա? Կամ որ զանգում ենք այդ քարտուղարուհիներ, որ տենց հաճում են, դու չես ասում, ախր կարող է մի գեղեցիկ օր զանգեն Պատաշարին, անօրինական փողոցի մեջտեղում կաֆետ են ծախում, գնում եք պարավներին, բռնում եք են բանից եք անում, բա Գևորգյան Ռոմանը ծծսնի քեզ, Բարխուդարյան, այդ ինչ անօրինական, եւ իմ ջալոց է ջրմուղը, լուսը, բանը, մետ գնացեք ստուգեք, այս ինչ է նշանակում, ինչ է նշանակում ապորինի, դու այդ տղուն պահել ես բոզի տղա, որ այդ տղու զոֆելով տերոր ես ենթարկում ամբողջ թաղամասը, դանակով առում մարդկանց դարում ես Ասում էլ մի պեն զանգ է, էլ թեժ գիծ են զանգ է, էլ խեղրի գիծ են զանգ է, կապ չունի, ով այս բոզի տղեն, վայ ղազարավ։ Հա? Ավինյան։ Նույն էլ Աչապնյակի թաղապետը, մի հատ է տարունական ունեի։ Պայմանավորվում են ժողովրդի հետ, ասում է ում ապորինի դոմիկը, մոմիկը, խալութը, մանութը քանդել ենք, Ավինյանի համար աշխատում եք, ձեզի թույլ ենք տալի, բերեք, ըտե եվրոստանդարտ դոմիկ տեղադրենք։ Ուրեմն Աչապնյակի թաղապետ։ Ես քո նավարին կլցեմ այդ կուլտուրական դոմիկի մեջ, են ֆազ ուրա, բերթմա, ֆազին էլ կխնդրեմ սաղ բերթի անուշ ապերներով նավարի ծատացնեն։ Եթե մի անգամ էր իմ ագանջին հասավ, որ դու Ավինյան ես տրսնում ղախպի տղա, են սաղ միշնորդողները, որ զանգ է միշնորդել են Ամերիկայի քուշեք ես բռնասկո համար, այդ միշնորդողն էլա գալու կոտուն քո նավարի ծածացնեի։ Ու սա վերաբերվում է բոլոր թաղապետերին։ Անկախ նրանից ում հետ եմ ես շփվել, ում հետ եմ աշխատել եւ այլն,
Պատրաստվեք ընտրությունների ժամանակ ձեր տուն ու տեղը դառնալու է հասարակած տուն։ Տվյալ թաղամասի անուշ ապերները գալու են ձեր նավարին ծածցնել անվանական լուսանկարներով։ Ով խաղեր տվեց, իսկ խաղեր տվողները շատ են։ Նույնն էլ վերաբերվում է այն այսպես կոչված օլիգարխներին, որոնք որ մտել են Ավինյանի հետ անցքը։ Դրանք եւս։ Ուզում եմ առանձնակի զգուշացնեմ Թոխմախի Մեհերին նորից, Մեհեր, ես քեզ մի բան ասեմ։ Դու տարիքով մարդ ես, կյանքիդ մայրամուտ ներևը մարդ են։ Солнце уходит под горизонт։ Քեզ բառացիորեն ասում եմ։ Ես չեմ ուզում, որ կյանքիդ մայրամուտին դու ուղղակի չկարողանաս փողոց դուրս գաս։ Ես ինչ եմ ասում։ Ոչ մի Ավինյան, ոչ մի Նիկոլ, ոչ մի ավինյանական բոզի տղա չարժե են, ինչի առաջ, որ դու կանգնելու ես։ Ես քեզ բառացիորեն ասում եմ։ Հավատացնում եմ քեզ այդ գումարները, այդ տենդերները, որ բա մենք չշահենք, ով շահեր եւ այլն եւ այլն։ Այդ ամենը հոդես ացանդելու։ Բարիս ամենաբուն իմաստով։ Ես զգուշացնում եմ բոլորին։ Մենակ եմ ասում, վլիցե Թոխմախի Մեհերից լավ տղա, դու ոչ մեկ չլինի այն քուչի հեղինակություններից։ Մեհեր խաղում ես հեղինակությանդ հետ, ընտանիքիդ հեղինակությանդ հետ։ Դες բառաց չտիր զգուշա։ Արշակենստունը праздник մի արա։ Մինեց արա Մարֆա Վասիլևնա սինին վեգալիս հենց ման պարելով հլի ոչ քուչա տաշի դկելա դամբալայան ագարկա այդ աշկեքով սաղ դրան են սպասում Ավինյանին նայում ես դառնում ես իմպոտենտ դրա համար արժե իմ համար ոչ ըստ ինձ չարժե Իմիջալոց Ոստիկանության հետ կապված, Բայ Ղազարյան, ես առաջարկում եմ քեզ այդ ոստիկանի գլխարկ կոչվածը, որ գլխարկի համար ոստիկանները բողոքում են, օրինակ ինձ եթե մնա, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության աշխատակիցը կարող է գլխարկ չդնել։ Ես չեմ կարող պատկերացնել մարդը գլխարկով, ոնց պիտի մարդ լարի բռնի։ Մարդը գլխարկով ոնց պիտի մեկը մեկին բաժանի։ Մարդը գլխարկով ձորից ոնց պիտի դիակ հանի։ Այդ գլխարկի սովետական մանյան ես չեմ կարողանում հասկանալ։ Նամանավանդ այդ դեպքում երբ որ քո միլպետերը անես ֆորմեք են հագնում, որ ոչ մի ստանդարտի չի համապատասխանում։ Իսկ գլխարկ չդնելու համար շարքային ոստիկանին կանչում ծծծնում են։ Նկատողություն եւ այլն։ Գլխարկը գլխին դրած Նայում եմ գլխարկները գլխին դրած ոստիկանները մտել են ՊՆ-ի շենքից մարդկանց են հանում դուրս։ Հա? Քաշքշոց, հրմշտոց, անեց, խեռոց եւ այլն եւ այլն։ Այդ գլխիմա որ գլխարկն ընկնի, այդ խես ոստիկանը գլխարկ վեգալի, նրան բաժանի եւ այլն։ Ամերիկայի նման տեղ, Եվրոպայի նման տեղ մարդիկ գլխարկ չեն դնում։ Հա, եթե ռազվոդա, չգիտեմ, ինչ-որ այնտեղ թաղում է ոստիկանի, ինչ-որ տոնական միջոցառումը գլխարկով պարտադիր թող կանգնեն։ Բայց փողոցում ծառայություն տանելիս, չգիտեմ, հանցագործին հետապնդելիս, կռիվ բաժանելիս, բերման ենթարկելիս եւ այլն, գլխարկի պիտի լինի ոստիկանի գլխին։ Ավելնորդ ու ընկավ։ Հա? Եվս խոսում է MVD-ի մինիստրի տգիտությունից։ Տգետ բարիս ամենաբուն իմաստով։ Բարի թեման, քանի որ գնաց խոսք այդ ՊՆ-ի շենքի։ Նախ ինչ գործ ունեն քաղաքացիները ՊՆ-ի շենքի մեջ։ Պաշտպանության նախարարություն Սուրեն Պապիկյան, այդ շենքն եղել է քո բալանսի վրա։ Շենքը դադարել ես։ Նյուժելի դժվար էր այդտեղ դնել ծառայություն, որպեսզի չգային, չտեղավորվեին։ Հիմա եկել են, տեղավորվել են։ Բոլորը Նիկոլա Պաշտ նայում ես բար չեմ գտնում։ Հիմա նոր
կանգնում են տեսախցիկի առաջ, ասում են Նիկոլը թուրքա։ Այն դեպքում, երբ որ 5000 հոգու Նիկոլը բերես լցեց երաբլուր, ասում են Նիկոլը մեղավոր չի։ Հանելու ժամանակ տեսանյութ են դնում ռեպորտաժ, չգիտեմ որ լրատվականն է, մի հատ կնիկ ասում է Նիկոլը չգիտի, որ մեզ վտարում են, Նիկոլը չգիտի։ Ավտոմատ հիշեցի 1937 թվականը, երբ որ մարդկանց գնդակարում են, ղրգում են գուլակ, ասում են Ստալին ne знает։ Հիմա էսյա Նիկոլը չգիտի։ Սաղ գիշեր, հարգելի քաղաքացիներ, քնեցիք դուրսը, չքնեցիք, խարույկ վառեցիք եւ նստեցիք։ Էլի Նիկոլը չգիտի։ Այսինքն պետք էր որ ցավը, դարդը, հոգսը գար հասներ ձեր դուրը, նոր դուք հասկանաք, որ Նիկոլը թուրք էր, հա։ Այսքան որ հողերը տվեց, այսպես ասած, այսքան որ մարդկանց ղրգեց երաբլուր, Արաբաթ Միրզոյանին ղրգամա Թուրքիա հումանիտար օգնություն ատալն Արցախին ասում է առնա վիկուսի, Նիկոլը իրական հայ է։ Հենց որ եկան ասին հելեք ձեր շենքը դադարգեք եւ սիկ տիրեղեք, նոր Նիկոլը դարավ թուրք։ Հավաքվեք այդ 150 հոգի եք, 100 հոգի եք, հարգելի ժողովուրդ, եւ գնացեք Նիկոլ, ուզում եմ ասել Նիկոլ Քոչարյան, մեղայոս։ Նիկոլ Փաշինյանի այդ բանը կացարանի մոտ, այնտեղ նստեք։ Ինչի՞ գտեղ նստել։ Այդ հարիվ միլիցեկներ ձեր այդ միասին գիշերու ցերեկ մնացել են 100 հոգի եք, վերցրեք ձեր երեխաներին, անչափահաս երեխաներին, որոնք որ չեն քնել, որոնք որ քնել են մեքենայի մեջ, ըստ մեր լալագրողներին տված հարցազրույցների։ Խփեք ձեր դոշի եւ եկեք, ինչա, Պրոշյանա, Պարոնյանա, ատեղ Նիկոլի շենքի դեմը։ Աննա Բոլեյնը $1.5 միլիոն նորից հատկացրել են կացարանի վերանորոգման համար։ Աննայի։ Տարին մեկ ավտոնա թարմացնեմ, տուննա ռեմոնդանեմ, ավտոնա թարմացնեմ։ Այն դեպքում, երբ որ չեն սպասում հաղորդումը, որ եկել էր իրանց տուն, ոչնչով չէր տարբերվում մեր հարևան Զոյայի տնից։ Պատերը գրլած, պատերին նկարած, իա օչելոտ մազեր նարած, են բջին փորի մեջ լցած, մի բջին էլ դոշին խպած, ծծեն էլ դուրս կցած, կանգնել էր կամերայի առաջ, պնթի բոզը, հիմա էլ տարին մեկ կացարանա, ռեմոնտ անեմ, $1.5 միլիոն, հլի միատ մտեք տեսեք, հլը, էդ կան մաքուր կնիգ էր, ագար կա, լլավողն եկել էր կոտուն, էդ ինչ էր կոտան վիճակը, էդ ինչ խոզանոց էր, ով ատես էդ բնակելի պատի կվարտիրայի մեջ պատերը նկարել, ինչ ասես նկարած էր, բա հենե կնացի կտե, ինչ եք վստետ է, տարին մեկ լեքսուզա թարմասնեմ, Ռոբերտ Քոչարյանի խանութից, տարին մեկ ռեմոնդանը, $1 միլիոն կամ $1.5 միլիոն, քանի նման մարդկանց բնակելի տան հարց կարել է լուծել, տեղում։ Հիմա էլ հաղքվել նստել են, ասում են Նիկոլ, հարգելի ժողովուրդ, գոհեք Նիկոլ Փաշինյանից, այդ դուք նոր եք հասկանում, հա, որ Նիկոլը թուրքաբոզի տղա է, կամ հետարքիր բանա, էդ էլ եմ ուզում հասկանամ, օմբուդսմեն չկա, օմբուդսմենի ինստիտուտ եւս չկա, բա այդ օմբուդսմենին փոխարինող չկա, այդ սմենները, երբ որ մարդկանց հանում շպրտում են դուրս, նախ լավ են արել, երկրորդ որ հանը շպրտել են դուրս, ասեք լավ է, այդ մարդկանց ինչ-որ մի ալտերնատիվա պիտի առաջարկվի։ Այդ երեխեքը 5 տարեկան, 10 տարեկան, 7 տարեկան, այդ երեխեքն են մեղք։ Չնայած ես համոզված եմ, որ այդ երեխաները եւս դաստիարակվել են իրենց ծնողների նման զոմբի։ Նիկոլասը մաչգիդի, իմացա, եկա, հա, հիմա տեղ նստելու տեղը հարգելի հայրենակիցներ։ Խնդրեմ, հելեք իջեք Նիկոլ Փաշինյանի նստավայր։ Երեխեքին խփեք դոշների, ոնց որ բանում եղավ, Ճապոնիայում եղավ։ Մայրերը երեխաներին խփած դոշերին, պոլիոմելիթի ժամանակ, երբ որ ամբողջ Ճապոնիան մեռնում էր պոլիոմելիթից, սովետից պրինցիպիալ չէին առնում դեղը, ինչա թե սովետն է։ Մայրերը իրանց երեխեքին խփած եկան մտան կառավարության շենք։
Այդ է ձեր երեխեքին, ձեր դոշերին խփեք, եկեք կամ կառավարության շեք մտեք բնագրեք, Վայղազարյան դեղա, կամ գնացեք Նիկոլի նստավայր, կացավայրը, կացարանավայրը, խեռավայրը եւ այլն, որտեղ ես որ հլմա դուրս գնամա գործի, երեխեքով, թե չի նստել եք այդտեղ, սաղ գիշեր, խարույկի առաջ, որ ձեզ այդ շենք չեն թողալու, միևնույնն է։ Թող ձեր նկատմամբ կիրառվի բիրթուշ, թող փորձեն ձեզ բրդել, հրել, թող փորձեն ձեր երեխային կպնել, այև որ ես այն ժամանակ սա կտեսնեմ, թե ինչը անեմ ոստիկանությունը, երեխա մայրերի նկատմամբ եւ այլն, այն ժամանակ ես կանադառնամ արդեն Վայղազարյան, հիմա Վայղազարյանը կարող է դաժե հրաժարական էլ տա։ Թե չէ նստել եք այդտեղ պագրիշկայեք վառում, կրակեք վառում, հետո իմաստը ո՞րն է։ Ձեզ այդտեղ էլ հետ չեն թողալու։ Եվ սրա մեղավորը դուք եք, երբ որ ընտրությունների ժամանակ Նիկոլ էիք ընտրում։ Այն պոպուլիկով մազերով աղջիկն է ձեզ իրալացիորեն անվանում էր ժեխ։ Այո, որովհետև Նիկոլին ձեն տվողը ժեխ է։ Այլ անուն ես չունեմ այդ ասելու։ Մյուս հաղորդմանը մենք կանդրադառնանք Միքայել Համբարձումյանին, այս քերական գործին, այսօր այսքանը, հաջողություն, միշտ հանդիպում։